Madam President, Mr. Secretary General, Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնելու մասնակցելու ապրիլի 16-ից 19-ին կայանալիք միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ։ Գործարարները խնդիրներ ունեն Ռուսաստանում, ինչ է կանելու հարցին Սիմոնյանը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ չեն պատերազմելու։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնալ։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Պարոն Սիմոնյան, ձեր կարծիքը։ Բոլորի հարցերին պատասխան, բոլորի հարցերը վերջացնեմ, էլի։ Ըմբռնումով է Ռուսաստանի պաշտոնյանները մոտենում Հայաստանի այսպիսի դիրքորոշման։ Օրինակ մենք կարող ենք այնքան մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան կարող ենք։ Այդ դրան ըմբռնումով են մոտենում։ Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, իմանչեք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2-3 տարի բանակցեց ասոցիացիան համաձայնագիրը եւ մի գիշերվա մեջ ցենց թևից թափ տվեցին ու ինքը մտավ բանի մեջ, այդ ԵԱՏՄ-ի մեջ, համատեղեց, չէ, Մաքսայինի մեջ, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն։ Ով ինձ անցածում Մաքսային միության մեջ ինչ-որ պահ համատեղեց, չէ, նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեց եւ ինչ-որ լուծումներ գտնվեց, նաև տենց նմանատիպ փորձ էլի շատ կա։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը ենթադրություն է արել, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Անտալիա, Փաշինյանը չի մասնակցի ապրիլի 17-ից 19-ին կայանալիք դիվանագիտական ֆորումին, իսկ պատճառը պաշտոնապես չի պարզաբանվել։ Ես ենթադրում եմ, որ այս պահի դրությամբ միգուցե Էրդողան Փաշինյան, այսպես ասած, այն ջերմ գրքի սեղմելու պահերը եւ հարաբերությունները որ կան, կարող է նաեւ այս էլեկտորալ պրոցեսների ժամանակ որոշակի առումով քվեների առումով իր համար խնդիրներ առաջացնի, ենթադրում եմ, եւ դրա համար այս պահի դրությամբ երևի միգուցե խուսափել է այդ հանդիպումից, ենթադրում։ Բացասական ազդեցություններ, ես այդ ենթադրություն ունեմ, ուրիշ ինֆորմացիայի տեղյակ չեմ։ Ըստ Դանիելյանի չկա որևէ քաղաքական ուժ ներառյալ ՔՊ-ն, որն ի վիճակի լինի միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Մենք բաց ենք համագործակցության համար եւ նոր խորհրդարանը ձևավորվելուց հետո ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այդ հարցը տան, թե եթե իրար հետ չեն համագործակցելու իշխանություններին հեռացնելու իրենց օրակարգը որն է, այդ դրան պիտի պատասխանեն։ Մենք բարձ ասել ենք, որ մենք համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ, գործող իշխանություններին, դուք այդ հարցը տվեք այդ ուժերին, հարցրեք խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի, իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցություն են պատկերացնում, թե քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելու։ Սա շատ կարևոր։ Ցանցին ասում եմ մենք մեծամասնություն ենք լինելու, չենք մտածում այդ հարցը։ Ասում են այս գլխից չենք համագործակցի։ Ես անկեղծ ասեմ, քանի որ միգուցե նաև այդ անկեղծության համար շատ ժամանակ միգուցե նաև քննադատություններ եմ արժանում։ Ես այս պահի դրությամբ որևէ մի ուժի 50+1 այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Եվ ԿՊ-ին եւ ընդդիմադիր ուժերին այս պահի դրությամբ մեծամասնություն ձևավորելու, նաեւ իմ շփումների արդյունքում եմ ես դա նկատել, մեծամասնություն կազմելու 50+1-ի չկա եւ ոչ ես ուզում եմ չգիտեմ խաբել մեր ժողովրդին, ոչ մոլորեցնել, որովհետեւ դա իմը չէ, ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը այս պահի դրությամբ հնարավորությունը ունի, կա այդ հնարավորությունը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնել։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարել է, որ իշխանությունը ընտրական գործընթացը վերածում է անարդար ու անհավասար մրցակցության կիրառելով վիրավորանքներ, ճնշումներ եւ վարչական ռեսուրս։ հարգելի հայրենակիցներ,
Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության եւ անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցած պարեզի։ ՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքննպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է։ Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերը հաջողության հասնելու ճանապարհին իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական փողոցային պայքարի փորձն ու արդյունքները եւ անհրաժեշտ եզրահանգումներ անեն։ Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելու, ապագան կառուցելու եւ հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման։ Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար մրցակցային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ ազատությունից զրկելու ճանապարհով։ Ընտրությունների լեգիտիմությունը որոշում է ոչ միայն բուն քվեարկության օրով, այլ միջև այդ ձևավորված միջավայրով։ Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակառուցության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամ արտահայտության իրավունքը, ոչ լեգիտիմ դարձնելով process-ի էությունը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետական իր ներուժի, փորձառության եւ հետեւականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը, իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին հաջողություն ապահովելու եւ երկրի զարգացումը ճիշտ ուղու վերադարձնելու համար։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է, նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը, խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը, գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու եւ ամրապնդելու հավաքական ընդդիմություն գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ, այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաեւ իմ նախորդ գրառման մեջ եւ շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաեւ ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։ Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած 8 տարիների էջը, այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստանի Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր, անդրադարձել մայիսին Երևանում կայանալիք Հայաստանի Եվրամիություն գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին։ Քննարկվել է ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղված նախաձեռնությունները, որոնք Հայաստանի Միություն արժեքահեն գործընկերության եւ ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում։ Անհետ կորածին ծառայողների հարազատները եւ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել ազգային ժողովի դիմաց պահանջելով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Քննել եք, ցույց տվեք։ Այս պարագայում, եթե իշխանությունն է թաքցնելու, իհարկե իշխանությունն է գլխավոր մեղավորը, սակայն եթե ընդդիմությունը չի միանում մեր պահանջին, իսկ մինչ այսօր դեռ ընդդիմությունը չի միացել, մեկ անգամ էլ կրկնեմ, որ դա ազգային ժողովի պահանջով ստեղծված հանձնաժողով է, ուստի ազգային ժողովը ամբողջությամբ կարող է պահանջել դրա բացահայտումները, դրա հանրայնացումը,
բայց այս պահին բոլոր խմբակցությունները ներառյալ։ Իհարկե բոլոր խմբակցությունները եւ եթե падգամավորների առանձին падգամավորների կարծիքը այսօր համահունչ է մեզ հետ, ապա խմբակցությունների կարծիքը մենք դեռ այս պահին չունենք։ Եթե 3 խմբակցություններ համաձայնվում են, որ դե ոչինչ թող փակ մնա, որովհետեւ գաղտնի է, միանշանակ մեղադրանքները, մեր մեղադրանքները ուղղվելու են բոլոր խմբակցություններին, առ այն, որ պարտակվում է հանցագործություն։ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, սակայն իրավական նորմերի շրջանակներում հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտությունը համարում է վեճերի լուծման առավել նախընտրելի ուղի եւ պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը հայտնում է իր պատրաստակամությունը բանակցությունների համար իրավական նորմերի շրջանակում, հայտարարել է Մասուդ Փեզեշքյանը։ We say a couple of notes of appreciation first of all. Հորմուզի նեղուցը փակելով Իրանը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը ժամերից այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը։ Ջեյ Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույն կերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության։ Վենսը զգուշացրել է, եթե իրանցիները շարունակեն փակել ջրային այս կարևորագույն անցուղին եւ չհամաձայնել ԱՄՆ առաջարկներին, ապա Միացյալ Նահանգները թույլ չտա, որ իրանական որևէ նավ դուրս գա նեղուցից։ ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Պակիստանում շաբաթ անցկացված բանակցություններում կողմերը բավական առաջընթաց են գրանցել եւ հիմա ըստ նրա գնդակն Իրանի դաշտում է։ Թուրքիայի հարավում գտնվող դպրոցներից մեկի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, միջադեպը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգում թուրքական աղբյուրների հաղորդման հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից մեկն է, որը հետո ինքնասպան է եղել։ Ուժասներից 15 աշակերտներ են, մեկը ուսուցիչ։